Պարոն Տոնոյան, հարցս հետևյալն է. նախ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը Նարեկ Կարապետյանը նաև ասում էր, որ կան զենքերի մեջ անհամապատասխանություններ եւ այդ անհամապատասխանությունը վաղը մյուս օր մեզ համար լուրջ խնդիր է դառնալու։ Նախ դուք համաձայն եք դրա հետ եւ եթե կան անհամապատասխանություններ, ինչ է սպասվում։ Իհարկե օրհասական ճակատագրական պահի մասն է խոսքը։ Եվ երկրորդը դուք համաձայն եք Մեկնաբանություններին կամ գնահատականների ոչ մի ձևով չեմ ասում, որ դրանք մասնագիտական մակարդակ չունեն, էլի։ Ես չգիտեմ իրենց ով է խորհուրդ տալի կամ ով է իրենց ասում, որ լավ է կամ վատ է կամ ինչ խնդիրներ կլինեն։ Իսկ դուք որպես կառույց ժամանակին կառավարող անհատ ինչ է կարծում, կա այդպիսի։ Շատ բաներ ես չէի անի, շատ բաներ առավել կանեի։ Առավել քան կա։ Իսկ բանակի որ Զինված ուժերի զինանշանը եւս փոփոխության է ենթարկվել, դա տեսել եք եւ ձեր կարծիքը դրա վերաբերյալ փոփոխության մասին Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ըստ էության մեր մարտունակ բանակի ոգին չի արտահայտվում։ Ով է ասել։ Պաշտպանության նախարարության Այսինքն նախկին, տեսեք, նախկին զինանշանը դեռևս Եթե չեմ սխալվում 2016-ին միջգերտ կարող եք ստուգել, այսպես ասած Google-ը հիշում է։ Պաշտպանության նախարարությունը շատ բաց հրապարակային հանձնաժողով ստեղծեց, ձևավորեց միջգերտիչական, ներգրավմամբ տարբեր եւ նկարիչների եւ գերալդիստների, քանի որ իրականում մեր զինանշանը ուներ խնդիրներ, հերալդիկ խնդիրներ։ Եվ այդ փոփոխությունը դրված էր մեր առջև, ես այդ հանձնաժողովը նախագահել եմ։ Արդյունք ենք ունեցել ենք զինանշան, որը որ հետագայում որակվեց որպես ոչ զինանշան եւ Պաշտպանության նախարարության, եթե չեմ հրամանով ներգրաված է եւ իջև հիմա Պաշտպանության նախարարությունում կարծեմ կիրառում են, թեւավոր այռուց է։ Բայց հիմա այս նոր Նորի վերաբերյալ չեմ կարող ես ձեզ իմ գնահատականը տալ, որովհետեւ ճաշակին ընկեր չկա, ամեն դեպքում, եթե դա ընդունված է և կիրառության մեջ է, պետք է ուղղակի ընդունենք ոնց որ կա։ Թեև ասացիք, որ փակ է ինֆորմացիան հրապարակման ենթակա չէ, սակայն կխնդրեմ հաստատել կամ հերքել տեղեկությունը, որ մասնապես 44 օրյա պատերազմի ժամանակ Սամվել Կարապետյանի օգնությունը բանակին, մասնապես սնունդի հետ կապված, ամբողջը հենց իրենք են ապահովել, ամբողջ հենց 44 օրյա պատերազմից սկզբից մինչև Նարեկ ջան, ես նշեցի, որ ամբողջ աջակցությունը եղել է համապարփակ, այսինքն ես չեմ կարող ասել կոնկրետ որ ուղղությամբ է դա կիրառվել, բայց որ կիրառվել է դա հաստատ է։ Եվ զինված ուժերը օրեկան տարբեր գնահատականներով, նաև ֆինանսիստների գնահատականներով օրեկան ծախսել է 3-ից 30 միլիոն դոլար մոտավորապես պատերազմի ընթացքում։ Օրեցօր փոփոխվել է դա։ Հիմա այն աջակցությունը, որը որ կատարվել է տարբեր աջակիցների կողմից, հնարավոր է մի մաս ուղղվել է ինչ-որ մի բանի կազմակերպման, ինչ-որ մի բանի գնման, չեմ ուզում կոնկրետացնեմ, որովհետև դա, եթե ես կոնկրետ ասեմ, որ օրինակի համար սննդի վրա է ծախսվել, դա կիսա ճշմարտություն կլինի, դա ճիշտ չի։ Պարոն Տոնոյան, վերջերս բանավեճ էր կազմակերպվել հենց այդ զորահանդեսի թեմայով եւ կրկնում եմ, որ բոլորի աջակցությունը գնահատանքի է արժանի, մասնավորապես նաև Սամվել Կարապետյանի։ Զորահանդեսի վերաբերյալ եւ մասնավորապես Վիլեն Գաբրիելյանը այդ բանավեճի ժամանակ հայտարարել էր, որ ես որոշ բանակցություններ անձամբ եմ վարել իր հետ։ Այո։